եւ հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ, վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետեն Սերլին եւ Գրիգորը ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ասկային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան ընկերային սանսերու կրառումով ներկայացուց իր արտասանած խոսքը Ասկային ժողովի Հայաստան-Ռուսիա խորհրդարաններու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, որ նվիրված էր համաշխարհային երկրորդ պատերազմի ակնկալի 80-ամյակին։ Օհանյան նշած է. այսօր եւս ինչպես 80 տարի առաջ մենք կփախինք վայրակության եւ սեղային անհանդուրժողականության արտահայտություններու այս անգամ Ադրբեջանի կողմէ։ Արցախի հայերը վտարեցին իրենց պատմական հողեն։ Այդ մեկը բարդացրված դեղահանություն էր բռնության եւ սեղասպանության սպառնալիքի տակ։ Հայերը ապրած են Արցախի մեջ ավելի քան 3000 տարի, այդ հողը մեր պատմությունն է, մեր արմատները եւ մեր սրբավայրերը։ Մենք հավատացած ենք, որ երկարատև խաղաղությունը կգրնա հիմնված ըլլալ միայն արդար ղեկավարման վրա եւ ոչ սեղասպանության փաստացի արդյունքներու։ Վայրակություն կորզողին հանդեպ զիջողական քաղաքականությունը միայն կխթանե անոր ակահությունը։ Դժբախտաբար ճիշտ այդ է, որ կգադարե Հայաստանի այսօրվան իշխանությունը ավելտուցած է Օհանյան։ Խմբակցության ղեկավարը ընդգծած է 9 մայիսի կարևորությունը հայ ժողովրդի պատմության մեջ շեշտելով երագի հաղթանակի խորհուրդը նացիզմի թեմ հաղթանակ, Շուշիի ազատագրում եւ Արցախի պաշտպանական բանակի գազմավորում։ Օհանյան դատաբարդեց Ադրբեջանի մեջ տեղի ունեցող դատավարությունները հայ քերիներու եւ Արցախի նախին ղեկավարներու հանդեպ հայտնելով։ Բաքուի մեջ հայ քերիներու եւ Արցախի օրինական ղեկավարության թեմ շարունակվող խայդարակ դատավարությունները չեն նպաստեր արդար խաղաղության եւ դարաձաշնային գայունության։ Բոլորին հասկանալի է, որ անոնց ներկայացուցած մեղադրանքները գեղձ են, իսկ դեղի ունեցողը քաղաքական հաշվի հարթար է։ Նիստի ավարտին Օհանյան ընդգծած է, որ անցյալի սխալները չգրտնելու համար անհրաժեշտ է վճռական դիրքորոշում ունենալ։ Հայաստանի ազգային ժողովի բադիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Միմիչյան թիմադեդրի իր էջի մեջ կատարեց հետևյալ գրառումը։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինին հայտարարությունը, ազգային ժողովի բադիվ ունեմ խմբակցության 7 հունիսի նիստին ընթացքին միացյալ որոշում դրվեցավ եւ առաջադրվեցավ Հայաստանի վարչապետի տեխնազուի անուն։ Միմիչյան հայտնեց. խմբակցությունը որոշեց հանդես գալ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկով առաջնորդվելով ազգային ժողովի կանոնագարկ սահմանադրական օրենքով։ Այս նախաձեռնության ձիրին մեջ որոշվեցավ նաև վարչապետի տեխնազուի պաշտոնին առաջադրել Մասիսի համայնքապետ եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյան։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան ընկերային սանսյուրում մեջ կատարեց լեվյալ գրառումը։ Դավիթ Համբարձումյանի տեխնազությունը ինձի համար եւս անագնգալ էր։ Անոր անունը երբեք չէ քննարկված իբրև վարչապետի տեխնազու։ Կգարձեմ, որ ինք եւս մտածած չի այդ մասին, սակայն համաձայնած է ստանցնել այդ պատասխանատվությունը, ինչ որ դժվար եւ գամայական որոշում մնե։ Դավիթը գճանչնամ եւ գիտեմ, որ դժվարությունները վախցող չէ։ Հայրենասեր եւ նվիրյալ է։ Հավանաբար շատ քաղաքական երբարմը չէ, սակայն փոխարենը շատ քաղաքական են անոր խմբակը եւ խմբակին շարժարիտները։ Ավելի նսեմ, Դավիթ Համբարձումյանի առաջադրումով քաղաքականությունը կվերադառնա Հայաստանի ներքին կյանք։ Ըսած է, որ վարչապետին վստահություն հայտնելու գործընթացին սկիզբը երկրի վերականգնումի գործի լավ սկիզբն է։ Հետևաբար անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Հույսով եմ, որ այս գործընթացը կհասնի իր նպատակին, լավ կարողություններ կտեսնեմ։
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան շաբաթ օր հայտնեց, որ ազգային ժողովի հաջորդ ընտրությունները տեղի պիտի ունենան 7 հունիս 2026-ին։ Սիմոնյան նշեց, այսօր 7 հունիս է։ Հայաստանի ազգային ժողովի հաջորդ ընտրություններում մնաց ընդամենը 1 տարի։ Հետհաշվարգը սկսավ։ Սկանդինավիո հայերու միությունը գդարեց հետևյալ հայտարարությունը։ Վերջին օրերուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ճշտամական բացահայտ քարոզարշավը սկսավ հայ առաքելական եկեղեցվո մշակութային ժառանգության եւ հոգեվորականներուն թեմ օգտագործերով քարշելի եւ փողոցային բարաբաշար։ Եկեղեցին վարգապեգելու նպատակով վարչապետի պաշտոնը սպաղեցնող անձը Հայաստանի սահմանադրությունը խախտելով անօրինական գոչելով գործե միջամտել եկեղեցվո ներքին գործերուն։ Այս վարչագարկի հարցակումները մեր 1700-ամյա հոգևոր հաստատության եւ անոր սպասավորներուն թեմ այլ բան չեն, քան հարված ուղված հայ ժողովրդի ինքնության ազգային արժեքներուն բաժնելու ժողովուրդը եւ խաթարելու եկեղեցվո շուրջ կոյացած միասնության եւ հոգևոր հիմերը։ Հայ առաքելական եկեղեցին տարեր շարունակ եղած է հայ ժողովրդի հոգևոր գետրոնը, հավատքի ազգային միասնականության եւ մշակութային ժառանգության պահպանը։ Ան ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի պատմության ավանդություններու եւ ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը։ Հայ առաքելական եկեղեցին տարեր շարունակ եղած է ազգային հանձնարարություններ իրականացնող եւ այսօր հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային այս պայմաններու մեջ գշարունակվի ինքնության եւ ազգային շահերու պաշտպանությունը, հագաստելով ներկա իշխանության։ Ավելին Հայաստանի մեջ հայ առաքելական եկեղեցին ամենեն բարձր վստահություն եւ վարգանիշ վայելող հաստատությունն է։ Այս բոլորը ակնհայտորեն կնեղացնի հայ ժողովրդի կողմէ մերժված իշխանությունը։ Փաստենաև, որ եկեղեցվո թեմ այս հարձակումները ողջույնի գարժարանան Հայաստանի թշնամի պետություններուն կողմէ։ Սկանդինավիո հայերու միությունը խստորեն գտադաբարդե Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցվո թեմ համազգային եւ հագաժողովրդական այս քաղաքականությունը։ Հայ առաքելական եկեղեցվո եւ անոր հոգևոր տասին թեմ Փաշինյանի ադելության կարոզ հայ ինքնության եւ արժեքներու նվաստացումը անընդունելի են եւ միայն կհաստատեն, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը դարաձելու եւ Ադրբեջանին ու Թուրքիո հաջողանալու ամոթալի գործին։ Մենք գոչ կուղենք ազգային ուժերուն, սպիրկի մեջ աբրող հայերուն, ժողովրդի բարեկամներուն, համախմբիլ հայ առաքելական եկեղեցվո շուրջ եւ միասնապար պաշտպանել մեր սրբությունները, հավատքը, ազգային արժեքներն ու հայրենիքը, եզրապակեց Սկանդինավիո հայերու միության հայտարարությունը։ Վերջին 1000 տարվան ընթացքին այլաթավան ոչ մեկ նվաճող ոչ սելջուկ թուրքերը, ոչ մոնգոլները, ոչ ալոսմանցիները եւ վարսիկները մտածած են հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելու մասին։ Վերջին 1000 տարվան ընթացքին առաջին անգամ այդ մասին մտածած են նորահայտ նվաճողները Իլհամ Ալիև եւ անոր զույգ վեցնոցները Փաշինյան եւ Փաշազադե, նշեց պատմական գիտություններու տեխնազու Միհրան Հակոբյան։ Հակոբյան շարունակեց. Ադրբեջանի ղեկավարությունը չի գտագեր երբ կխոսի Սյունիքի, Երևանի եւ Էջմիածնի նվաճման մասին։ Նաեւ չէր գտագեր Արցախի մասին խոսած ժամանակ։ Այնպես պատահած է, որ դարածքի պատմականության, այսինքն հայերուն պատկանելու գլխավոր փաստերը եւ վկաները հայերու հնամենի եկեղեցիներն են։ Այդ իսկ պատճառով Ադրբեջան հայկական եկեղեցիները աղվանական կհրճագե Արցախի, Երևանի, Էջմիածնի մեջ եւ այլուր, իսկ հայերը Հնդկաստանեն հարավային Կովկաս թափանցած եւ աղվանական եկեղեցիներուն մշակույթին դիրացած ցեղմը։ Անոր զուգահեռ ադրբեջանցիներու նախնիներն ալ գգարկվին քրիստոնյա աղվանները։ Ի վերջո բոսնիացի իսլամները միշտ իսլամ չեն եղած, չէ, նախաբես ուղղափառ քրիստոնյա եղած են։ Նույն դրամապանությամբ Ալիև գործե իսլամ ադրբեջանցիները քրիստոնյա աղվաններու ժառանգորդ կարգել եւ հիմնավորել Հայաստանի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ըլլալը։
Եվ որովհետև այս գործընթացի մեջ խանգարող միակ հաստատությունը մնացած է հայ եկեղեցին, հետևաբար խնդիր դրված է ճեզոքացնել այդ վտանգը։ Նկատացեք, որ Փաշինյանի եւ Փաշազադեի թեզերը հայ արաքելական եկեղեցին քաղաքականության գծպաղի համանման են եւ նույն գրասենյակի արդյունք են Ադրբեջանի քաղաքահի նստավայրի մեջ պատրաստված են, նշեց Հակոբյան։ Եթե առաջիկային Փաշինյան մնաց Հայաստանի ղարավարիչի աթորին, քանի մտարի հետ Գրիգոր Լուսավորիչը աղվան պիտի հրճակվի, Լուսավորիչի կահը աղվանական, ավելին Էջմիածնի մեջ ազան պիտի ընչե։ Չեք հավատար, հիշեցեք, թե Փաշինյան ինչպես անցնեց Արցախը։ Եթե ասեք քրիստոնեական աշխարհը պիտի չարդոնե, հիշեցեք Արցախի հանձնումը իր հինավուրց վանքերով եւ եկեղեցիներով։ Ի վերջո քրիստոնեական աշխարհը Սուրբ Սոֆիա դաջար հանձնած է թուրքերուն, ուր ներկայիս ազան գհնչե, ինչու պետք է Սուրբ Էջմիածինը չհանձնե։ Ինչու չհանձնե, եթե հայերը իրենց երկրի ղարավարիչի աթորին նստած թշնամիեն չեն պապակիր կամ չեն գրնար ազատիլ, եզրակացուց Միհրան Հակոբյան։ Քաղաքագետ Արա Բողոսյան ընկերային ցանցերու մեջ գրեց. Եկեղեցին ժողովրդին է դրամապանությամբ երթալու բարակային, լավակույն դեպքին պիտի հասնենք անգլիական լուդերական եկեղեցիմը։ Եվ Նիկոլնար պիտի հայտարարե, որ այսուհետև ինքն է այս եկեղեցին գլուխը։ Բայց երբ ասկային եկեղեցի մասին գխոսենք, ամենամեծ մեղքն ու հանցանքն է ժողովուրդը խառնելը եւ ժողովրդի անունով եկեղեցի թավանապանությամբ եւ նվիրաբեդությամբ դեմ հաշվեհարդար տեսնելը։ Այս պահուն թույլ դար եկեղեցի հարցերուն մեջ հեղափոխական ճանապարհով միջամտություն կնշանակե նպաստել եկեղեցի իբրև գուր գառույցի փլուզումին։ Եթե ներքին բարեփոխումները հասունացած են, ապա զանոնք կարելի է իրականացնել միայն այն բարակային, երբ բացառված է դուրսեն ճնշումը եւ ամեն ինչ ներքին նախաձեռնություն է։ Ես կնկատեմ, որ այս հանգրվանին որևէ զիջում արտաքին ճնշումներու, մանավանդ երբ անոնք խրախուսված են Ադրբեջանեն եւ Թուրքիայեն, դավաճանություն եւ հանցանք է, դիրոջ, հայ ժողովրդի եւ եկեղեցվո հանդեպ, հայտնեց քաղաքագետ Արա Բողոսյան։ Նախագահությամբ Մեծզանն Գիլիգյո Արամ առաջին կաթողիկոսի 3 գիրագի 8 հունիսի առավոտյան ժամը 9:30-ին Անտիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր դաջարին մեջ սկիզբ արավ հոգեկալստյան տոնին նվիրված Սուրբ Պատարագի մատուցումը։ Պատարագիչներ կաթողիկոսարանի դիվանաբեդ Դաջատ եպիսկոպոս Աշակյան։ Այս արիթով պատարագի ընթացքին գուսագրոն կհանայական սերնատություն եւ օձում կդարվեցավ Տեբերևանքի ավարտական դասարանի աշակերտ Վարդան Սարգսակ Ասայանի։ Սերնատության եւ օզման արարողության ընթացքին Խարդավիլակ հայր Սուրբը Ազատ Ափեղավիլիգյան ընձայալը առաջնորդեց խորան։ Դաջատ Սրբազան օձեց ընձայալին ժագադը եւ աչ ու ցախ սերքերը զինք վերագոչելով դեր Դավիթ կահանա։ Օզման արարողությունն ամիջապես սկիեց Սրբազան հայրը օրվան խորհրդին պատկամը հղեց։ Առաջին հերթին ան իր որդիական երախտագիտություն հայտնեց վեհապար հայրաբեդին հոգեկալստյան գիրագիի մադարակ մատուցելու եւ անթանիկ սերնատությունը կատարելու իրեն դված արիթին համար։ Ապա ան անդրադարձավ եկեղեցու առաքելական գործունեության սկիզբն հանդիսացող հոգեկալստյան տոնին, խոսելով Սուրբ Հոգիի գենթանի ու գենթանարար, գենսավորող ու փոխագերբող զորության մասին։ Քարոզենի հետ ողջունի բահուն վեհապար հայրաբեդը եւ միապան հայրերը խորան բարձրացան ու շնորհավորեցին նորընձա հայր Սուրբը համբուրելով անոր մյուրանատուրոշ ջագատն ու ցերկերը։ Հաջորդեց սերնատության գնկահայրությունը ստանցնած դեր եւ դիգին վիքեն եւ Օվսաննա Կեսմեյան ամոլին գողմե նորընձա հոգեվորականին մյուրանով դրոշմված ջագադին եւ ցերկերուն լվացումը։ Մադարակի գիսուն դերի ունեցավ նաեւ վեղարի օրնության եւ դվչության արարողությունը։ Մադարակի ավարտին նորընձա հայր Դավիթը բարձրացավ վեհարան, ուր վեհապար հայրաբեդեն ստացավ իր անթանի գործունեությունը։ Ապա եկեղեցու տասի մեջ հավատացյալները մոդնալով հայր Սուրբին շնորհավորեցին զինք եւ ստացան անոր անթանիկ օրնությունը։ Ռուսիո շուկաներուն մեջ կկերագշրեն դեղական արտադրությունները, ինչպես նաեւ հայկական կոնյակի եւ վրացական բրենդին։ Հայկական կոնյակը կգրավե ռուսական շուկային 21.6%-ը,
վրացական բրենդին 11.2%։ Հրաբարակված դվյալներու համաձայն բարձրված է, որ Ռուսիո մեջ կոնյակի եւ բրենդի արտադրության նպատակով օգտագործվող խումքին մոտ 80%-ը կներմուծվի Եվրոասիական տնտեսական միության անդամ երկիրներեն։ Նշյալ երկիրներու միջև գոյություն ունեցող արևդրական արտադրություններու շնորհիվ արտադրողներու համաձայն վերջնական արտադրությունը սպառողներու համար կդառնա ավելի մատչելի։ Հարկելի ունգընտիրներ, Վանասանի եթերով եթիմադրի էջով ներգայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Սելին եւ Ցանի հաղորդավար Նաթալին։ Մնացեք միշտ Վանասանի ունգընտիր։